Շրջանակներում այս պահին իրականացում է խոզարկություն գործողությունը նախաձեռնվել է 2025 թվականի հունիս ամսին եւ այն կապված է ենթադրյալ տնտեսական հանցագործության հետ։ Խոսքը վերաբերում է կոնկրետ իրավաբանական անձի եւ Հայաստանում գործող բանկի միջև կնքված վարկային պայմանագրի շրջանակներում Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից սեսիայի պայմանագիր կնքելու հետ։ Սեսիայի պայմանագիրը կնքվել է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արցախի Հանրապետության կառավարության որոշման շրջանակներում։ Այսինքն այստեղ բացահայտ հանցագործության տարեր ուսումնասիրելով դատարանի որոշումը խոզարկության անձամբ ես չեմ արձանագրում եւ չեմ հասկանում առհասարակ 2021 թվականին տեղի ունեցած իրադարձությունը ինչ կապ ունի Արցախի Հանրապետության ներկայացության մշտական տեղակայման վայրի հետ։ Պայմանական ենթադրենք, որ ինչ որ ոչ իրավաչափ եթե կատարվել է, ապա այն կարող է կատարված լինել ամեն դեպքում ոչ Արցախի Հանրապետության ներկայացության մշտական տեղակայման վայրում։ Այսինքն Արցախի Հանրապետության ներկայացության մշտական տեղակայման վայրում թե ինչ բովանդակության փաստաթղթեր են փնտրում, մեզ համար հասկանալի չէ։ Ըստ դատարանի որոշման պետք է դա կապ ունենա կոնկրետ իմ կողմից քիչ առաջ վկայակոչված գործողության հետ, որը կատարվել է Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության մշակված ծրագրերով, այսինքն օրինակ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշակել է, որ այն իրավաբանական անձին, ովքեր գույք են ունեցել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության տարածքում, դրանք անցել են Ադրբեջանի տիրապետության տակ, եւ հիմնադրամը կառավարության որոշման շրջանակներում պետք է բանկերին փոխհատուցի այդ միջոցները, ինչպես օրինակ այս պահին այդպիսի որոշումներ ընդունված եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այդ միջոցները, որոնք զետեղված բոլոր գույքերի դիմաց ստացված միջոցները հատուցում է Հայաստանի Հանրապետության բանկերին։ Այդ նույն որոշումները կար նաև 2020 թվականին, այսինքն երբ որ Արցախի մի մասը օկուպացվեց Ադրբեջանի կողմից, եւ այդ բոլոր գործողությունները կատարվել են 2021 թվականների ընթացքում։ Հիմա ներկայությամբ 2025 թվականի հունիսին նախաձեռնում է քրեական վարույթ եւ այսօր մշտական ներկայացությունում կատարվում է խոզարկություն եւ զարմանալի չէ, որ միջև այս պահը նրան չեն գտել մեկ փաստաթուղթ, որը կարող է այդ վարույթի համար ունենալ որևէ նշանակություն։ Դատարանի որոշման մեջ արձակվում է նաև Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը եւ Սամվել Կարապետյանի կողմից տրված ցուցմունքը, այս կապակցությամբ ես հետագայում լրացուցիչ հայտարարություններ կանեմ ավելի մանրամասն որոշմանը ծանոթանալու որևէ ներկայացում հարցակումներ հրաշքիկ հունիս ամսին ինչ այս բանը Այս պայմանությամբ, քանի որ ես կաշկանդված չեմ ինձ հայտնի դարձած տվյալները հրապարակելու որևէ հայտարարությամբ կամ չգիտեմ գրավոր փաստաթղթով տեղեկացնեմ, որ ըստ ինձ հասանելի դարձած տեղեկությունների հարձակվել է Արչին բանկ ՀԲ ընկերության տնօրենը եւ կրկնում եմ դատարանը իր որոշման հիմքում դրել է Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդում։ Այսինքն երբ որ դատարանը հիմնավորել է իր որոշումը այս կամ այն կերպ եւ հողում է կատարել կոնկրետ ապացույցների, որի հիման վրա կատարվում է այսօր խոզարկություն վարույթային գործողությունը, դրա հիմքում դրել է Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը եւ վերջինիս կողմից նախաքննության ընթացքում տրված ցուցմունքը։ Սա մի աբսուրդային իրադարձություն է, որին այսօր ես առնչվում եմ։